Կասեք Շիրակի թեմի հոգևորականներից եք, ստեղ ինչ էին էլի ձեզ հարցնում, ինչ եք փորձում բաց Շաներգության ընկերներեք էլ սպասում են ընդդրանից։ Կասեք Շիրակի թեմի պատման հոգևորականներից մենք պաշտոնական մեր արդահայտելիքը ասել ենք, ես մի քանի անգամ տարբեր լրատվամիջոցների միջոցով ասելիքը փոխանցել եմ եւ հոգեվորականացի եւ անձամբ իմ կարծիքը հարցերի վերաբերյալ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իրանոց բան չեմ կարող ասել։ Դուք եւս փաստորեն հրաժարվել եք զեղչել վեհափառի եւ նաեւ Շիրակի թեմի առաջնորդի Ես դրա համար հայտարարության մեջ ասացի առաքելական եկեղեցու պատարակը տեղի ունենալու Գյումրու կամ Շիրակի մարզի այլ եկեղեցիներում, որտեղ որ ասենք քահանաները այդ կանոնական պատարակի ձևով մատուցելու են չշեղվելով մեր հայրապետական կարգից։ Այսինքն սա հայրապետական կարգով մատուցվող չէ, կանոնակարգից շեղվող է, եթե այսպես ձևակերպեմ, ճիշտ կլինի։ Այո, մենք ունենք անգամ այդպիսի խրատ, որը վերաբերվում է այդ մասին զեղչելու հետ կապված, որ նշանակում է, թե եթե մենք զեղչում ենք, անեզքի տակ ենք գնում։ Ես առիթով ասացի, որ դա ոչ թե անձնական հարաբերության հարց է, ասենք, այլ դա ճշտության ու եկեղեցու կարգ ու կանոնը պահպանելու հարցն է։ Այսօր պատարակ պետք է իրականացնել նոր ձեռնադրված քահանան, բայց չի իրականացնել։ Հենց է պատարակ մատուցողի Այստեղ շատ բան փոխվեց, այս վերջի քանի օրերի ընթացքում փոխվեց, որովհետև բոլորդ գիտեք հանգամանքները, պատճառները ինչ տեղի ունեցավ, այդ պատճառների հանգամանքով շատ բաներ փոխվեց։ Հետևաբար Տեր Կարնիկը, որ պիտի մատուցեր պատարակը, ինքը փաստորեն այդ փոխման պայմանի մեջ չստացվեց, որ կարող մատուցեր առաջին անդրանիկ պատարակը, որովհետև ինքը շատ երկար տարիներ ծառայել էր Սուրբ Աստվածածին 7 վերք եկեղեցում։ Այսինքն այս եկեղեցին իր համար շատ հոգեհարազատ նաև այդ իմաստով տեղ էր, որ ինքը իր ծառայությունը, իր կյանքի ընթացքը ծառայողական վիճակը հոգևոր իր ծառայությունը ունեցել է այստեղ։ Եվ ուզում էր մատուցեր պատարակը, անդրանիկ պատարակը Սուրբ Աստվածածին եկեղեցում 7 վերքում, բայց հանգամանքները թույլ չտվեցին եւ դրանից հետո նաեւ վեհապար հայրապետը, որ ժամային հարց էր տրել, որ ժամը 1-ից պիտի հանդիպեն նոր ձեռնադրված հոգեվորականները հայրապետի հետ, ստացվեց, որ արդեն Գյումրիում մեկ այլ եկեղեցում չի կարող պատարակել, որովհետև չէր հասցնի, որ հասներ հանդիպմանը ներկա լիներ, դրա հետևաբար իր պատարակը արդեն տեղի ունենալու Մայրաթորի եկեղեցիներից որևէ մեկում։ Ինչքան ժամանակ է արդեն հոգևոր ծառայություն եք մատուցում, տեսել եք այսպիսի բան, այսքան ուժայինների ներկայացուցիչներ, եկեղեցին ըստ էության կարծես թե գրոհի է ենթարկվել։ Ուրեմն ես 18 տարվա հոգևորական եմ ծառայության, Շիրակի մարզում 15 տարի։ Իհարկե, այս վերջի ժամանակաշրջանում շատ ու շատ իրադարձություններ տեղի ունեցավ, որ որևէ մի իրադարձություն այնպես չէ, որ շարունակաբար եղած իրադարձություն էր, այլ նորություն էր, որը որ մեզ համար մանավանդ այս տեսակի դրությունը ցավալի դրություն է։ Հետևաբար մենք, ասենք, բնականաբար ցավ ենք ապրում, մանավանդ որ այս օրը, որ Գյումրիի համար նաև անմեղ զոհերի հիշատակության օր է, երկրաշարժից մեր զոհ գնացած մեր գյումրեցի տարբեր տարիքի մարդկանց համար հիշատակության օր էր եւ հոգեբանության օր էր, բայց այս օրը մի տեսակ երկրաշարժի կրկնություն ենք նկատվում։ Կարծես թե Գյումրիում են 37 տարի հետո որ ցնցում էր կատարվել, այդ ցնցումը նորից կատարվում է եւ այդ ցնցման հետևանքը քանդումն է, ավերումն է, փչացնելն է, այսպեսի մի վիճակ է ապրում, նաեւ այսօրվա խորհրդի հետ կապված։